Պողոս առաքյալի թուղթը Հռոմեացիներին գլուխ 6. Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին, հնազանդեցնելու ձեզ իր ցանկություններին, և ձեր մարմնի անդամները որպես անիրավության գործիք ի ծառայություն մեղքի մի պատրաստեք, այլ հանձնեցեք ձեզ ի ծառայություն Աստծու, որպես մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները արդարության գործիքներ ի ծառայություն Աստծու, որպեսզի մեղքը ձեզ չտիրի, քանզի օրենքի տակ չեք, այլ շնորհի։ Իսկ արդ ինչ, մեղք գործենք, որովհետև օրենքի տակ չենք, այլ շնորհի, քավ լիցի։ Չգիտեք, թե ում համար, որ դուք ձեզ ծառայության մեջ եք դնում հնազանդության համար, ծառայեք, ում որ հնազանդվում եք, եթե մեղքին, մահվան է տանում, իսկ եթե Աստծու հնազանդությանը, արդարության։ Բայց գոհություն Աստծու, մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք այնպիսի վարդապետության, որ ձեզ ավանդվեց։ Արդ մեղքից ազատագրվածներդ ծառայեցեք արդարության, մարդկայնորեն եմ ասում, ձեր մարդկային տկարության պատճառով, և ինչպես որ ձեր մարմնի անդամները տվեցիք անօրենությանը, որպես ծառաներ պղծության և անօրենության, նույնպես և այժմ ձեր մարմնի անդամները տվեք սրբության համար, որպես ծառաներ արդարության, որովհետև մինչ մեղքի ծառաներ էիք, ազատ էիք արդարության համար։ Իսկ արդ ինչ պտուղ ունեիք այն ժամանակ, որի համար այժմ ամաչում եք, որովհետև դրանց վախճանը մահ է, բայց այժմ ազատված մեղքից և ծառա դարձած Աստծուն, ձեր պտուղն եք տալիս սրբությամբ, և նրա վախճանը կյանք է հավիտենական, քանի որ մեղքի վարձը մահ է, իսկ Աստծու շնորհը հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։